Բրասի Մաթոյան, մասնագիտությամբ իրավաբան, Շիրակի թեմի հավատավոր զավակ։ Ակցիայի իմաստը Միքայել Սրբազանի ազատության պահանջն է, նաև քանի որ այսօր Եվրոպայից հյուրեր ուներ քաղաքը, մենք փորձեցինք մեր ուժերի չափով նրանց տեղեկացնել, որ Սրբազան հայրը գտնվում է ապօրինի կալանքի տակ, թերևս տնային կալանքի տակ, որը այժմ կրում է խիստ սահմանափակումներով, եւ ինչպես տեսնում եք գրառումների որոշակի առումով նրա նկատմամբ իրականացվող գործողությունները բնութագրվում է որպես խոշտանգում, որի պարզաբանումները նախկինում բազմիցս տրվել են։ Բարև ձեզ, ես Մարիամ Հարությունյանն եմ, Շիրակի թեմի Մարմաշենի Հովության եկեղեցասար երիտասարդասմիության անդամ եւ ատենադպիր։ Մեր նպատակը մեկն է, մեր ցանկությունը մեկն է, որ մեր թեմի առաջնորդը Միքայել Սրբազանը ինչքան հնարավոր է շուտ ազատ արձակվի, որովհետև ինչպես Սրբազան հայրն է բանտարկված, այդպես էլ մեր հոգին է շղթայված եւ կարծես մեր հոգեվոր պահանջմունքները դրված են դռիվ հարցականի տակ էլի մենք չենք կարողանում այն էմոցիաները, այն հոգևոր զգացումները, որոնք որ ապրում ենք այն ժամանակ, երբ մեր առաջնորդը 7-վեր եկեղեցում էր, պատարակների ժամերգություններին էր, հիմա այդ օրհնությունը, այդ վարկյանները ուղղակի մենք պետք է ստանանք ինչ-որ առաջնորդարանից դեպի 7-վեր քացնող այդ ճանապարհին, ինչը ինձ թվում է ընդհանրապես տեղին չի։ Մեր հոգևոր պահանջմունքներին ոտնահարում են, էլի մեր հոգևոր պահանջմունքները։ Նաև շապիկները, որոնք կրում եք, նպատակը նաև Մակրոնի այցին նրան ցույց տալու։ Այո, ներկայանամ ես Էլենա Պանֆյորով։ Իրականում մենք ուզում ենք այս շապիկները ցույց տալ հենց իրենց, սակայն ոստիկանական այսինքն ասած շարքերը իրանց կազմվածքով եւ ամեն ինչով չթողեցին, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ, բայց կարծում եմ, որ մեր խոսքը ամեն դեպքում միևնույնն է հասնելու այդտեղ ու մենք ոչ թե ուզում ենք ամեն անգամ դառնալ պարզապես պատոհանից նայել Սրբազանին, այլ հենց այստեղ իր հետ քայլենք, խոսենք, շփվենք եւ ի վերջո բավարարենք մեր բոլոր հոգեվոր պահանջմունքները, որոնք իրականում մեզ հասնում են, որոնք մենք իրավունք ունենք ունենալու, իսկ իրանք մեզ արգելում են։ Ընդհանրապես մեր թեմին, մեզ երիտասարդներից, հոգևորականած դասին ոչ մեկին էլ պետք չի էլի այս համերգները, միջոցառումները։ Մենք ունենք ընդամենը մի օրհնության կարիք, որը բացակայում է այս պահին մեր կյանքից։